Մենք չենք պատրաստում գնանք Օսկար Գրեմի մրցանակներ շահենք։ Մարդիկ գրում էին սոցցանցերում, ոնց է հնարավոր 12000 մարդ գնա Ռաբիս համերգի։ Թաթուլը 40 տարուց ավելի երգում է։ Սկանդալներ են սարքում, որպեսզի այլ ավելի գովերքեն կամ չգովերքեն արտիստին։ Կա շոու բիզնեսում այդ համախմբվածությունը։ Ես ընդհանրապես ոչ մեկի հետ շատ մոտիկ չեմ։ Չգիտես, խի պատվիշիկներով են այսօր աստղ համարում։ Ձեզ ի սկզբանե ոգևորել է երգել Արա Մարտիրոսյանը։ Հայկոն էլ էր խորհուրդներ տվել շատ։ Մարդիկ շատերը չէին կարողանում մարսեին իմ համերգները դրսի։ Գիտեք ովքեր չէին մարսում։ Իհարկե, ովքեր որ իմ դեմ դռներ էին փակում։ Ում հետ դուետ կերգեիք։ Արամե թե Արմենչիկ։ Արմենչիկ։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը, իսկ այսօր մեր տաղավարում երգչուհի Նանան է։ Նանա, ոնց եք։ Ողջույններս, շատ լավ, անտիր տրամադրությամբ։ Առաջարկում եմ մինչև հիմնական զրույցին անցնելը ձեր մտերիմ մարդկանցից ինչ-որ մեկից փորձենք ճշտել հետաքրքիր հավես տեղեկություններ ձեր մասին, գուցե ինչ-որ հետաքրքիր պատմություններ եղած կլինեն։ Ես ինքս շատ հումորով մարդ եմ եւ հենց այնպես չի, որ ասում են հումորով մարդկանց հետ շատ հետաքրքիր ուրախ դեպքեր է պատահում, թե բեմում, թե բեմից դուրս շատ տարբեր դեպքեր պատահել է իմ կյանքում։ Անգամ բեմում երգեր ունեմ, որ այդ երգերի ժամանակ, չգիտես ինչու, հայտնվում է մի մարդ, ով սկսում է այնպիսի պարեր բարել, որ ժողովրդի ուշադրությունը շեղվում է դեպի այդ մարդուն։ Ձեզ թողնում են իրեն են։ Այո, որ բոլորը ինձ նկարելուց մի անգամից այդ մարդուն են սկսում նկարել եւ նման վիդեոհոլովակ կար, որ տարածվել էր շատ։ Եկեք մենք հիմա զանգենք ձեր մտերիմներից ինչ-որ մեկին, թող հենց ինքն էլ պատմի։ Հա, ում զանգենք, բայց ով ձեզ հետ ավելի շատ աշփվում։ Դե կարող ենք, եթե բեմի հետ կապված է, կարող աշխատանքի թեկուզ ընկերուհիս է նաև Սոնյային զանգենք, հա? Հարմար է Սոնյային զանգենք։ Իհարկե, ընտիր։ Սոնի, թվաց հետս չես խոսում, բարի լույս։ Ջոկի, ոնց չեմ խոսում։ Ինչ ես անում։ Պատուհանից եմ նայում, պատուհանս բաց։ Դե ես հաղորդման հյուր եմ, բոլորը քեզ լսում են, ես փոխանցում եմ։ Պատուհանից չեմ ասում, պատուհանից եմ նայում, երգում։ Սոնյան երգում է արդեն։ Փոխանցում եմ մեր Աննային հեռախոսը, ինքը ուզում է քեզ հետ մի փոքր շփվի։ Okay. Սոնյա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք։ Լավ, մերսի։ Սոնյա ջան, մի քանի հետաքրքիր դեպքեր կհիշեք Նանայի հետ համերգներից կամ առհասարակ։ Մի համերգ եղել, չեմ հիշում, որտեղ Ստավրոպոլ թե Կրասնոդար, չեմ կարող հիշեմ կոնկրետ, որ Ռուսաստանի քաղաքներից մի կին եկավ, տենց շատ մի քիչ մեծ տենց տարիքով մեծ էր երևում, բայց հետո պարզվեց, որ այդքան էլ մեծ չի, մեծ էր երևում, տենց ատամ չուներ, բան, տենց տանջված կյանքով կիներ, խնդրեց, որ անպայման նրան թողեն Նանային գրկի, տենց ախրանային կողքի հաշեցինք, ասեցինք պարտադիր, դե հիմա ֆանոտնաբան թողեք, թող գրկի, վատ բան ինչ պետք է անի, ասեց Նանա ջան, ես երբ երեխա էի, ձեր երկրպագուն էի, տենց ապշել էինք մի քիչ, որովհետև ինքը մանկության երգչուհի։ Բայց քանի տարեկան էր հետո պարզվեց։ 60 մամայից մեծ էր։ Շատ մեծ էր երևում, հիմա չհասկացանք այդ հումորը էր, թե ինքը պրոստը տենց ոգևորված էր, թե ինքը իսկականից մեծ չէր, բայց մեծ էր երևում, տենց ատամ չուներ եւ այլն, դեպշիում, բայց այդպես մենք էշացած նայում ենք իրար վրա, չգիտենք ինչ անեինք вообще։ Ես ինձ բան էի զգում, Սաֆիա Ռոտարն էի զգում, խոսքի 80 տարեկան։ Հետո այդ կինը որ գնաց, սկսեցինք ծիծաղել, չենք հասկանում ինչա կատարում, հետո ասենք լավ, կարևորը թաքնված տեսախցիկ չի։ Կարևորը հիշում եւ սիրում եմ անկուց։ Նանա Թաթուլի համերգից խոսք գնաց, վերջերս էր, քանի որ դուք էլ հրավիրված էիք, այդ համերգը շատ քննարկվեց, քննադատվեց։ Բայց ինչի համար։ Այ ես ձեզ եմ ուզում հարցնել ինչի են քննարկում։ Թաթուլը 40 տարուց ավելի երգում է, բա նայ քանի սերունդ է Թաթուլը, ասենք այսպես ասել, իր երգը փոխանցել, քանի սերունդ է փոխանցել։
համերգի վերջն էր արդեն ստեսություն էին ասում, ժողովուրդը չէր գնացել։ Ու շատ-շատերի համերգների վերջի մի կես ժամ 40 րոպե ժողովուրդը կամաց դուրս է գալու։ Շատ հազվադեպ համերգներ է լինում, որ հանդիսատեսը միջև վերջ նստում է։ Ինչքան պիտի սիրի քննարկման թեման դա էր, որ ոնց է հնարավոր մարդիկ գրում էին սոցցանցերում, ոնց է հնարավոր 12000 մարդ գնա ռաբիս համերգի։ Ձեզ համար դա անսպասելի էր, թե ամեն դեպքում չէ, նորմալ է։ Նույնն էլ ոնց որ ես 2010 թվականին 2 օր համալիր եմ լցրել, 30000 մարդ էր եկել 2 օրում, ասենք բոլորը ասում են ոնց կարեցավ նանան 2 օր համալիր լցնի կամ չգիտեմ ինչ բաներ են խոսում։ Ժողովուրդը սիրում է, գալու է, չի սիրում, չի գնալու։ Քննարկել բացարձակ պետք չի։ Ոճերը տարբեր են, ճաշակները տարբեր են, եթե ժողովուրդը սիրում է, գնալու է, գնացել է, ու էլի գնալու է։ Բայց հենց այդ նույն ժողովուրդն էլ այդ նույն քննադատությունների կենտրոնում է։ Լայքեր կամ կոմենտներ են գրում, լայքեր, վյուներ հավաքելու համար սկանդալներ են սարքում, որպեսզի էլ ավելի գովերքեն կամ չգովերքեն արտիստին։ Մի բան պատմեմ, ուրեմն երկրպագուների մի հատ ինչ որ բանակ ունեմ, այսինքն ես չգիտեի, որ այդպես բան էլ կա էլի, դե նոր սերնդի հետ հետաքրքիր օրենքների հետ ենք ծանոթանում։ Միշտ ինձ լավ կոմենտներ են գրում, օրինակ, եթե կոմենտներ ես տեսա վատ, ես ջնջում եմ, որովհետև մեր հայ ժողովուրդը, որ մի քիչ փոքր սենց բանանի էլի մոտեցումը տա, մի քիչ նուրբ լինի, հա, արտիստի հանդեպ հասկանա, որ մենակ հայերը չեն դա կարդում։ Օտար ազգի ժողովուրդն էլ են ընթերցում եւ ուրախանում, որ հայը իր հային վատաբանում է, վատ բաներ է գրում, չգիտեմ, քարկոծում է, հա, թեկուզ ինտերնետում։ Որ այս փոքր խիղճ ունենան, չեն վատ բաներ չեն գրի, հային վատ բան չգրի։ Ձեզ անձամբ նեղացնում են այդ վատ կոմենտները։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ ում եմ ինչ արել, որ վատ բան է գրում։ Ես իմ կյանքում փորձում եմ միշտ ապրել։ Բայց ինչ են գրում վատ։ Դե ինչ ուզեն, ասենք Աննա ջան, ինչ կուզեն, այն էլ կգրեն։ Վերջը։ Ուրեմն վիդեոների տակ անդադ վատ կոմենտներ կար ջնջում, եկել իմ երկրպագու այդ բանակի, այդ մեծ քանակի երեխաներից մի երկու հոգին գրեցին Նանա քուրիկ, խնդրում եմ մի ջնջի վատ կոմենտները, էդի մենք ենք գրում, որպեսզի սկանդալ բացենք, որպեսզի վիդեոն կամ նկարը ռեկ ընկնի։ Որ ասում եմ, ինչ, what, ասենց, չէ, մի արեք, չխնդրում եմ մի ջնջեք, որ վիդեոն ռեկ ընկնի։ Ձեզ ի սկզբանե ոգևորել է երգել Արա Մարտիրոսյանը եւ հետաքրքիր է ինչ խորհուրդներ էր ձեզ տալիս։ Գնալ առաջ։ Նանուշ ջան, ձենդ լավն է, սիրուն է, քաղցր է, երգի։ Միշտ ասում էր, այս երգի, այն երգի ու հենց այս ոճն էլ, որ ես երգել եմ, թեկուզ ես մի երգը կարամ տարբեր ոճում երգեմ, իմիջայլոց ասեմ, իմ ձայնային տվյալները թույլ է տալիս։ Հետո մենք հասկացանք, որ պետք է երգել այն ինչ որ ժողովուրդն է սիրում։ Մենք չենք պատրաստում գնանք Օսկար, Գրեմի մրցանակներ շահենք։ Մենք մեր ժողովրդի հետ ենք։ Ես ժողովրդական մարդ եմ, ինձ դա է տանում։ Նանա, ձեր սերնդի կամ մի քիչ ավելի ավագ երգիչների հետ, որոնք որ այլ ժանրերում են երգում, ձեզ օրինակ երբեք չենք տեսնում նույն միջոցառումներին կամ չէ նույն համերգներին, ուզում եմ հասկանալ ժանրային տարբերությունը նաև բերում է շփման բացակայության։ Չէ, անպայման չի բոլոր երգիչներին համատեղ տարբեր տեղեր հանդիպել։ Լինում է, որ մենք զբաղված ենք լինում, ասենք տվյալ այդ օրը ինչ որ ձեր ասած, հա, ես կարամ զբաղված լինեմ։ Իսկ շոու բիզնեսում կա այդ համախմբվածությունը։ Բացարձակ կապ չունի ժանրը։ Ժանրը ի՞նչ է ժանրը։ Ժողովրդի ընտրությունն է։ Կա շոու բիզնեսում այդ համախմբվածությունը, թե ամեն դեպքում մենք հասել ենք այն կետին, որ շոու բիզնեսում ոչ մեկի հետ մոտիկ ստեղծագործում։ չեմ։ Չէ, ես ընդհանրապես ոչ մեկի հետ շատ մոտիկ չեմ, շատ մոտիկ ասելով։ Բոլորի հետ շատ լավ եմ, բայց մտերիմ չեմ։ Այսինքն որ ամեն օր գնամ սրճեմ կամ ինչն է բերել այդ պատճառին։
Իմ զբաղված լինելը։ Իմ զբաղված լինելն է բերել դրան, որ ես անդադ համերգների եմ եղել։ Նայեք, այն ժամանակ չկար ինտերնետային էս ոնց են ասում ճահիճը, չգիտես խի պատվիշիկներով են այսօր աստղ համարում կամ չգիտեմ եւ այլն։ Այն ժամանակ եթե լիներ այս իրավիճակը լիներ, դուք չեք պատկերացնի, երբ որ ես դուրս էի գալի 60 կամ 80 քաղաք շրջագայության։ Դուք հասկանում եք, դա ինչ է, այս ամիսներով տուն չեմ եկել։ Դե մյուս բոլոր երգիչներն էլ իրենց զբաղվածություն ունեն, բայց ամեն դեպքում ինչ որ կապ լինում է որոշ շրջանակի մեջ։ Իմ մոտ շատ եմ զբաղված եղել միշտ։ Ու տենց իմ դիրքը մի քիչ ուրիշ է։ Որպեսզի ձեր ասած վայրերում հայտնվեի ես շատ զբաղված եմ եղել։ Ինձ անգամ պրոյեկտների են հրավիրել, որ նստեմ ժյուրի, բայց ես չեմ նստել, ժամանակ չունեմ։ Ես իմ երգերը ընտրեմ, ես իմ գործերը առաջ գցեմ, թե նստեմ ուրիշ բաներով զբաղվեմ։ Իսկ գուցե նաև պատճառներից մեկը բացի զբաղվածությունը նա որ շոու բիզնեսում դժվար է գտնել այդ անկեղծ միջավայրը, մթնոլորտը, որտեղ կուզենաք լինել։ Շատ սիրում եմ, շատ հարգում սիրում եմ, չկա տենց ինչ որ կեղծավոր բան, դե տարիքից էլ ենք արդեն դուրս եկել տենց լալա լուլու տարիքից դուրս եկել, էլ չկա էլի։ Մի անգամ ասել եք, որ եղել են երգեր, որոնք որ ստեղծել եք, հետո հասկացել եք սխալ եք ընտրել դա։ Օրինակ նոր սերունդը չի հավանել, չի լսել, որոնք են այդ սխալ ընտրված երգերը։ Սխալ ընտրված, այսինքն նոր սերունդը այնպիսի երգեր կարա ընտրի, որ ասենք մտածում ես, բայց լավ խի ոնց։ Օրինակ ինչ։ Օրինակ այսօր որպեսի YouTube-ում ունենաս դիտումներ, պիտի այդ դիտումները գան TikTok-ի դիտումներից։ Ուրեմն YouTube-ի հարթակը այսօր թելադրումը TikTok։ Էդա ոչ հեռուստացույցը, ոչ Instagram-ը, ոչ Facebook-ը, ոչ մի սոցցանց։ Իսկ ինչ երգեր են եղել, որոնք ասում եք նոր սերունդը չի հավանել, չի ստացվել։ Չէ, երգեր անպայման չի ինչ որ երգի անուններ նշեմ։ Նկատում եմ ինչն էր էլի խնդիրը այդ երգերում։ Չգիտեմ։ Պիտի ուղղակի քո այդ տվյալ երգի տակ ներքո, երգի ներքո պիտի դե տրենդ վիդեոներ նկարեն, տարածվի այդ տրենդը, այդ մի կտոր երաժշտության, որ բոլորը ման գան, փնտրեն այդ երգը ու գնան YouTube, որպեսզի քո երգը դառնա հիթ։ Հիմա այդ տենց է դառել։ Այսինքն դուք չեք փորձում այդ ուղղությունը։ Ես օրինակ երգում եմ երգ, որը սիրում եմ, ասենք, խոսքի հին երգերից հարբել եմ ուզում երգը, ես փոքրուց է որ ասում եմ փոքր, մեր ժամանակին շատ լսում էին, անգամ մենք չգիտենք խոսքի երաժշտության հեղինակն ով է, ինքը շատ հին երգ է։ Ես շատ էի սիրում, որ այդ երգը կատարում էր Գայանե Սերոփյանը, ես իր երկրպագուն եմ, շատ եմ սիրում իրան։ Ու դուք չեք մտածել երգել կատարել են, բայց մեծերն են սիրում, ասինքն երիտասարդները այդքան էլ բան չեն, երիտասարդները ավելի այսօր թեթև երգեր են սիրում, շատ թեթև, հումորային, ինչ ուզես, ասենք խոսքի վայ-վայխի դարավ Թաթուլի հետի զուգ երգը, որտեղ շատ թեթև երգեր ինքը, հումորային էր, թեթև էր։ Հավանել է նոր սերունդը այդ երգը։ Հա, շատ, արդեն մենք համարյա 10 միլիոն դիտում ունենք։ Վերադառնալով շոու բիզնեսյան հարցին, ասում եք չեք որպես այդպեսին շփում չունեք շոու բիզնեսի հետ, բայց ամեն դեպքում նույն Արա Մարտիրոսյանը ի սկզբանե ոգեշնչել է ձեզ, ինչ որ խորհուրդներ է տվել, եղել է բացի նրանից։ Նաև Հայկոն է շատ խորհուրդներ տվել։ Մարդիկ, որոնք որ ձեզ խորհուրդներ տվել են։ Հա, Հայկոն էլ էր խորհուրդներ տվել, շատ։ Հայկոն ինձ համար արանժիրովկա արել, գործիքավորում։ Հայկոն ինձ լավ խորհուրդներ է տվել եւ կապված երաժիշտների հետ ես դե նոր էի սկսում երգել ու կային երաժիշտներ անուններ չտամ որ մտածում են սկսնակ երգիչների համար չնվագեն հա այն ժամանակ շատ բարդ էր հիմա այդ շատ թեթևացել բոլորի համար ասենք դու կարաս TikTok-ի հարթակում երգեր թողարկես ու դու դառնաս աստղ, բայց մեր ժամանակ վայ ինչ օրեր ենք տարել, դա Աստված ողորմա։ Չէին ոգևորում, չէին աջակցում։ Բացարձակ։ Անգամ ձայնագրման ստուդիայում կարային իմ բախտը բերել է ուղղակի լուրջ կարում էի երգեի։ Եթե մի քիչ թույլ լինեի, ասենք կենթանի երգող երգչուհի չլինեի, անգամ ստուդիաներ կար, որ քեզ չէին ընդունի։ Կամ կծաղրեին քեզ
ասենք երկչուհի եղել, ինձ մոտ ես ստուդիայում եմ եղել, երկչուհի եղել, որ բան այդ երկչուհին տանջվել երկել է, դուրս է եկել, իրան ասել են մյուս անգամ հետդ երկչուհի կբերես։ Նույ հումոր իբրև քո տեղը ինքը երկելի, այսինքն ամեն ինչ կարան անեն, որ կարային անեին, որ ցանկացած թե երկչու թե երկչի, ասենք վիրավորեին կամ հումորով իհարկե, ոչ թե վատ ձևով, բայց ասում են ամեն հումորում կես ճշմարտություն կա։ Իհարկե, բա ոնց։ Բայց ինչն էր պատճառը, որ այդպես քայլեր էին անում։ Դե երկչույներից շատերը երկել կենթանի երկել չգիտեին, ինչ պիտի լինի, ասում եմ, չեն կարողանում երկել։ Չէ, հիմա դուք կենթանի երկել իմացել եք, բայց ձեզ էլ այդպեսի վատ վերաբերմունք ցույց տվել։ Չէ, վատը ասելով չեմ կարող ասեմ, չգիտեմ ինչ տիպի վատ, բայց այն որ ստացվել է այնպես, որ զանգահարել եմ օրինակ ինչ որ մի գործքի վրա նվագող ինչ որ մեկին, այս ինչ անես ինչին, ասել եմ բարև ձեզ, ես սկսնակ երկչու եմ, բան, ես ուզում եմ որ իմ գործիքավորման մեջ, ասենք նվագեք այդ ձեր հատվածները բան, ասենք կամ գինն է շատ թանկ ասել, կամ ցրել է էլի, սկոպիտ ասած, այդ ის լավ եմ հիշում, որ Հայկոն ինձ ասաց հանկարծ եթե մեկի զանգես քեզ մերժի, ես կյանքում դա չեմ մոռանա Հայկոյի խոսքերը, եթե նանջան, դու լավ մարդ ես, եթե մեկին զանգես քեզ մերժի, երկրորդ անգամ չզանգես, օրը կգա ինքը կխնդրի, որ քո արանժիրովկեքի մեջ ինքը նվագի։ Էդի ես լուրջ, որ ձեզ ասում եմ 2002-3 թվականի բաներ էլի, հասկանում եք, չէ՞։ Բայց փաստորեն այդ տարիներին եղել են ամեն դեպքում մարդիկ, որոնք ձեզ ոգևորել են, իդեմս Հայկոյի եւ Արա Մարտիրոսյանի, քանի որ իրենց նշեցիք, բայց նաեւ զուգահեռ եղել են մարդիկ, որոնք չեն ոգևորել։ Արմանուշ Լևոնովնաս, ես իրան պաշտում եմ, Արմանուշ Լևոնովնաս ինձ շատ ուժ էր տալիս, թևեր էր տալիս, որ ասում էր դու երգելու ես։ Ամենասկզբում որ ծանոթացա Արմանուշ Լևոնայի հետ, ասաց ինչ ես ուզում երկչույի դառնաս, ձենդ քաղցր է լավն է, բայց կուզեի իմանալ, ասացի, որտեղ ուզում եմ երկչույի դառնամ, ես սիրում եմ երգել բան, մեկ էլ ասաց թե ուզում ես ամուսնանաս, բանտիպը սենց, որտեղ այն ժամանակ շատերը երգում էին, որ ավելի ստատնի ամուսնություն էլի ստեղծեն իրանք սենց բարձրեն, բան։ Ասի չէ, ես ուզում եմ երկչույի դառնամ։ Իրոք երգեմ էլի ժողովրդի համար բան, ու այդպես Լևոնովնաս ինձ շատ մեծ թևեր ա տվել։ Բացի երաժիշտները, որ օրինակ չեն ուզել գործիքավորում անել կամ նվագել, եղել են հենց շոու բիզնեսյան մարդիկ, ովքեր որ չեն ընդունել ձեզ որպես սկսնակ երգչուհի։ Դա նորմալ, Աննա ջան, քեզ բոլորը ընդունում են որպես հաղորդավար։ Դե եկեք հələ ձեր մասին խոսենք։ Չէ, ինչ տարբերություն, ես թե դու, մենք բոլորս այսօր ես չեմ հյուրը ուղղակի, հետո կպատմեմ ես։ Չէ, կապ չունի, դա անկապ հարց է, որը որ ես չեմ ուզում պատասխանել, դա նորմալ է, մրցակցություն չընդունել։ Այսինքն եղել են ամեն դեպքում նման բաներ։ Ոնց կարա չլինի։ Եթե քեզ չունես մրցակից, քեզ չունես հարվածող, ուրեմն դու չկաս։ Եթե դու ունես, արդեն հերվից լսում ես, որ դու ունես կոնկուրենտ, կամ դու ինչ-որ մեկի համար կոնկուրենտ ես, դա արդեն բրավո։ Բայց ում համար եք դուք կոնկուրենտ։ Ինչ իմանամ։ Մարդիկ շատերը չէին կարողանում Մարսեին իմ համերգները դրսի։ Ինչու։ Դե իրանց հարցրեք, համարները հերթով գտամ զանգեք։ Գիտեք ովքեր չէին մարսում։ Իհարկե, ովքեր որ իմ դեմ դռներ էին փակում։ Բայց չէին հավանում ձեր երգերը, թե ձեզ հետ մոտիկ չէին։ Ինձ ինչքան վատաբանում էին, այնքան ժողովրդը ավելի շատերին կասետներն ու դիսկերն ու DVD-ները գնում։ Իսկ եթե մի երգչի DVD-ները, կասետները շատ են գնում, արդեն նշանակում է ինքը սպրոս ունի, ինքը արդեն սիրված արտիստ է։ Գուցե իրենց հետ չէիք համագործակցում դրա համար էին այդ դռները փակում։ Դա արդեն իրենց խնդիրն է։ Ես պարտավոր չեմ ոչ մեկի հետ համագործակցել, որ իրենց լավ լինի։ Ես ապրում եմ իմ համար։ Ես ապրում եմ Աստծու առջև որպես մաքուր մարդ։ Ու ես բոլորին եմ ասում, ապրեք այնպես, որ ձեր գերեզմանի վրա ծաղիկ դնող լինի։ Առաջարկում խաղանք թե ում հետ դուետ կերգեիք։ Արամե թե Սոնա։ Եվ Սոնայի եւ Արամեի երկուսն էլ շատ սիրում եմ։ Մեկին պետք է ընտրեք, որ հաջորդ անունը տամ։ Հա, այդպես։ Այ շատ կաշկարացիկ երկուսի հետ էլ շատ լավ հարաբերության մեջ։ Հա, հարաբերությունը մի կողմում հետ կուզեիք երգել դուետ։ Լավ, եկեք ընտրենք տղա, Արամե։ Արամե թե Արմենչիկ։
Արմենչիկ։ Արմենչիկ թե Զարուհի Բաբայան։ Արմենչիկ։ Արմենչիկ թե Թաթուլ։ Արմենչիկը, որտեվ Թաթուլ հետ ունեմ, բայց Արմենչիկի հետ դեռ դուետ չունենք։ Շնորհակալ եմ շատ, այսքանով հարցերն ավարտվեցին։ Այսպիսին էր երգչուհի Նանան Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք մեզ լայքել, սրտիկել, հետևել, կոմենտել, կհանդիպենք մյուս շաբաթ։